Սենց հա երևի։ Instagram-ում մի հատ էջ ունենք 12,000, հա հիմա։ Ու համարյա շուտով 12,000 հետևորդ ունի։ Էջը մեր փոքրիկ բիզնեսն է, դրա մասին հետո ձեզ կպատմենք։ Այս 2 օրը հարցակում եղավ, բոլոր մերով մեզ գրել էր այդ մարդկանց, բոլորին նամակներ եկավ, մենք փորձում ենք պարոլը փոխենք, չենք կարողանում փոխենք ու խոսքով բոլորին տենց բայց կարողացանք վերջապես տենց двух факторный աուտենտիֆիկացիա ենք արել, դրա համար կարողացանք մի ձև հազիվ հասցնենք փոխենք։ Ուրեմն մի հատ տենց հետաքրքիր բան կա։ Մեր ծնողները մեծ են ու ինչքան էլ որ պատկերացնեն էլի ինչա ինչ չի, նենց այդ մի 30 րոպե տևեց, պատկերացեք, մեր համար մեծ ստրես էր այդ ամիսներով հավաքած այդ պատվիշիկներին, ամիսներով այդ բիզնեսը առաջ տանելը, դժվարություններով, ինքը մի պահ շատ լավ աշխատում, մի պահ շատ վատ աշխատում, խոսքով շատ մեծ ապրումներ ու դու հասկանում ես, որ կարող է հեսա ամեն վարքյան այդ էջդ կորցնես, բավականին բարդ ապրումներ է, ու այդ օրինակ էլի ասում ես, կիսում եմ մամայի հետ ու մեկ էլ տենց, հա, հիմա նորմալ է, հա, օքեյ, ու չեմ պատկերացնում, մեր տարիքի մարդիկ, մեր ովքեր որ բիզնես են անում, Instagram, YouTube, Facebook, մի խոսքով, հա, տարբեր հարթակներում իրենք կարան հասկանան, բայց այն ամենահարազատ մարդիկ քեզ, որ մտածում ես, հա, տենց ուրիշ ձև պետք է լինի խոսակցությունը, չի լինում ու դու այդ բանին հասկանում ես, որ այդ բակալենների մեջ ինչքան տարբերություն կա, էլի։ Հարազատ մարդիկ ասեցիր, հիշեցի, ուրեմն մի հատ ցենց բան կա, որ դու տանջվում ես, չարչարվում ես, ռիլեր ես սարքում, չգիտեմ, պոստեր ես անում բիզնեսիդ համար ու քո հարազատները տեսնում են, հարազատ, բարեկամ, չգիտեմ, այնտեղ ընկեր, ծանոթ, ինչ որ է, տեսնում են ու ինձ թվում է ցենց մի հատ բան կա, մտածում են երևի մոտս կջարդվի, որ օրինակ մի հատ լայք եմ կամ չգիտեմ, մի հատ կոմենտ անեմ, մի հատ լավ մեկ գոնե, հա? Մամային ես նամական։ Չէ, իրենց մասին չեմ խոսում։ Տարիքով են, ճակատակ եմ։ Դի вообще абсолютно ուղղակի որ ասեցի բարեկամ բան, հիշեցի։ Հա, այդ դի вообще абсурд է։ Հա, абսուրդ է, բայց գիտեք ոնց է, հա, հարազատներ չեն անում, բայց ինչ որ անծանոթ մարդիկ դառնում են հավատարիմ հետևորդ, հա, ու ավելի մեծ բաժակ կքեն երևի անում, քան թե, հա, իդեպ մեկ է մի հատ բան եղավ, ուրեմն այդ բաները որ գնացել էր, նամակներ էր գնացել բոլորին, ինչ որ նկար էր գնացել, ինչ որ տեքստ չէր, բան չէր, պրոստը բոլորին, ով մեզ այս ընթացքում, այս քանի ամիսների ընթացքում գրել է, բոլորին մի կես ժամվա ընթացքում այդ նամակը գնացել էր, այդ նկարը գնացել էր նամակի տեսքով ու ուրեմն ինչ եղավ, ասում են չկա չարիք առանց բարիքի, մեր կլիենտներից մի քանի հոգի մեզ մոռացել էին, փաստորեն ուզում էին պատվիրեն, ասում են գրեցինք կներեք մի խոսքով, հա, կորցրել էին էլի մեզ, ասում գրեցինք, որ սենց խնդիր ա եղել, կոտրել են, հիմա ամեն բան լավ է, աշխատում ենք եւ այլ, ու կլիենտները ասացին, որ կակրած մենք ձեզ կորցրել էինք, ուզում էինք ձեզ գտնենք, չնայած որ հետևորդ են, չնայած որ պերպիսկեք ունենք, բայց ամենաէջի կորցրել, մոռացել էին, հա, ոտ ու սկսեցին էլի պատվերներ գալը, նոր պատվերներ գալը, հենց որ իսկապես չկա չարիք առանց բարիքի, հա, տենց, ուզում էինք ձեր հետ այսքանով կիսվեինք, հա, հետո լեսպես, բարձ